Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում օրակարգ հաղորդաշարն է, այս անգամ մենք ոչ թե հյուրընկալել ենք, այլ հյուրընկալվել ենք Ժառանգություն կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանին, Երևանի ավականու անդամ։ Դավիթ Սանասարյանը արդեն մի քանի օր է ԵԱԿ գրասենյակի առջև իրականացնում է հացադուլ, իր հացադուլի պահանջն է, որպեսզի միջազգային հանրության առաջին հերթին ԵԱԿ գրասենյակը, որը օժտված է տվյալ մանդատով, միջամտի եւ հայկական խոցված ուղղաթիռի 3 օդաչուների մարմինները կամ գուցեև նրանցից որևէ մեկը վիրավոր եւ տաղաստված փրկված լինի, նրանք վերադարձվեն հայկական կողմին։ Բարև Դավիթ, նախ կխնդրեմ պահանջդ եւս մեկ անգամ եւ հեռուստադիտողների համար եւ այն հանրության այն հատվածում, որ տեղեկ չի քո հացադուլի մասին ներկայացնես։ Առաջ երթին ասեմ, որ պահանջը ոչ թե ԵՀԿ-ին է, այլ ԵՀԿ Մինսկի խմբին։ Դրանք տարբեր մանդատ ունեցող կառույցներ են, բայց քանի որ ԵՀԿ Մինսկի խումբը չունի գործող գրասենյակ Երևանում, այդ պատճառով ես ԵՀԿ-ի դիմաց եմ ու իմ խոսքը իրենց միջոցով փոխանցել եմ կառավարությանը։ Քիչ առաջ շփվել եմ եւ փոխդեսպանի հետ եւ դեսպանի հետ գրասենյակի տնօրենի հետ։ Ընդհանուր ինֆորմացիաներ, որոնցից որ տեղյակ եմ, ուղղակի ներկայացրին, որ դիվանագիտական ճանապարհով փորձում են խնդիրը կարգավորել։ Դավիթ, լավ, ինչ ես կարծում, Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածք, երբ որ միջազգային հանրության կողմից երկու կողմերին հանդարտվելու կամ խաղաղությունը պահպանելու կոչը, ինչ է նշանակում, արդյոք կգա մի օր, երբ Ադրբեջանի արած քայլերի համար Ադրբեջանը պատասխանատվություն կկրի։ Այո, գալու է այդ օրը, քանի որ ես արդեն քանի օր նույն բանն եմ ասում եւ արդեն քանի տարի է նույն բանն եմ ասում, որ միջազգային հանրությունը adekvat չի իր գործողությունների մեջ, իրավիճակը չի պատկերացնում, զարկերակից հեռու է, չեն հասկանում ինչ է կատարվում կամ հասկանում են այդ արդեն իրենց պետք է հարցնեք, թե որն է պատճառը նման դիսբալանս առաջացնող հայտարարությունները։ Չգիտեմ, իսկ պատասխանը մեզնից է ստանալու, եթե այսպես շարունակեն, մեզնից է ստանալու պատասխանը, ուղղակի մենք չենք ուզում, պատերազմ չենք ուզում, դա ոչ մեկին լավ բան չի բերելու պատերազմը։ Դավիթ, տես, ես մի բան եմ ուզում ավելացնել, որ դու քո հայտարարության մեջ եւ սկսեցիր հացադուլը, դու նշեցիր, որ պաշտպանության նախարարությունը շտապելու կոչ չես անում, դու քո քայլերն ես անում, իրենք թող իրենց քայլեր անեն։ Տես, հասարակության արձագանքը քո համար ինչպիսին է, արդյոք adekvat է, մեր տղաները, մեր խաղաղությունը, անվտանգությունն ապահովողները այսօր մարտի դաշտում ընկած են, հասարակության արձագանքը միթե adekvat է քեզ համար։ Կարծում եմ ոչ։ Եթե հասարակության արձագանքը adekvat լիներ, ես այսօր չէի լինի հացադուլի, հա։ Եթե adekvat լիներ, Շանթը եւ ընկերները չեն լինի նստած, հա։ Եթե adekvat լիներ հասարակությունը, մենք չէինք ունենա այսպիսի իշխանություն, որպեսին որ արկա է տարիներ շարունակ, հա։ Դրա համար հասարակության, չգիտեմ, չեմ մեղադրում հասարակությանը, որտեվ ես իմ մեղքը ունեմ, որ հասարակությանը այդպեսին լիներ, որտեվ ես մասնիկն եմ հասարակության, բայց հույսս չեմ դրել, որ հասարակությունը ոտքի ականնելու գալու է այս գրասենյակի ՄԱԿ-ի կամ Կարմիր խաչի դիմաց ու պահանջելու է, որպեսզի տղաներին հետ մնալու է այդտեղ նստածությանելու, ես գիտակցում էի, որ դա չի լինելու, դա համար որպեսզի ավելորդ կոչեր չլներ, ավելորդ էմոցիոնալ գրառումներ Facebook-ում չանեն, ես որոշեցի կատարել քայլս եւ ինձ նեղություն տալով, բայց փորձելով որոշակի ազդեցություն ունենալ։ Լավ, հասկանալի է քո քայլը եւ դրդապատճառներ միանշանակ ընդունել են։ Արդեն մի քանի օր է այստեղ ես գրասենյակից ինչպիսի արձագանք եւ արդյոք դու հույս ունես, որ հարցը միջազգային հանրության Մինսկի խմբի միջնորդությամբ իր լուծումը կգտնի եւ արդյոք Ադրբեջանը իր այդ մարդատիած քաղաքականությունը գոնե այս դեպքում կդադարեցնի։ Տեսեք, ես արդեն նշեցի, որ խոսել եմ դեսպանի եւ փոխդեսպանի հետ։ Իրենք որից բան չեն կարողանել, իրենք այդ մանդատի չունեն։ Բայց եթե Մինսկի խումբը չի կարողանում այս խնդրով միջնորդություն ներկայացնել, այդ արդեն լուրջ մտածելու տեղիք է տալիս, արդյոք նրանք ընդհանրապես պետք են տարածաշրջանում պետք է նրանց գործունեություն տարածաշրջանում թե ոչ։ Երկրորդ հերթին, եթե Մինսկի խմբի համանախագահները կամ Կասպերչիկը, որին մերժել են, հա, չի կարողանում որից է լուրջ քայլ ձեռնարկել։ Այդ պարագայում պետք է անեն ավելի լուրջ մակարդակով։ Դրա մասին պետք է խոսեն եւ հստակ պահանջ դնեն եւ Ամերիկայի նախագահան եւ Հոլանդը, Ֆրանսիայի նախագահան։ Եվ այս պարագայում ինչ եմ ասում նրանց երկուսին նշում, քանի որ նրանք
ամենատարբեր ամբիոններից հնչեցրել են, որ մարդու իրավունքների ջատագովն են, մարդու իրավունքների պաշտպանն են, հա? Իրենց ժամանակը ծախսել են ամբիոններից մարդու իրավունքների համամարտկային արժեքների մասին խոսելու եւ ելույթներ ճառեր արտասանելու։ Հիմա ամբողջ հարցը այն է, որ այս պարագայում մարդու իրավունքները, մարդկանց իրավունքները խախտվում են խոշտանգման տեսքով, հա, խոշտանգում են, քանի որ տեսեք, եթե չեն թողում մոտենան տղաներին դուրս բերելու, հա, դա անուղղակի խոշտանգում է, դա հնարավորություն է, որպեսզի շակալները, կենդանիները խոշտանգեն, հա, կենդանիները անարգեն։ Այս պարագայում նրանք պետք է խոսեն այս մասին, ոչ թե պետք է խոսեն, շատ հստակ պահանջ պետք է ունենան։ Իսկ Ռուսաստանի համար ինչի չնշեցի, որովհետև ես արդեն երկրորդ անգամն եմ ասում, Ռուսաստանի լռությունը ավելի ազնիվ է, քան թե որևիցե խոսք կամ արդարացում։ Ռուսաստանը պետք է լուռ մնա, կհարգեմ այդ լռությունը, նրանք զենք են մատակարարել Ադրբեջանի, այդ զենքով են մեզ կրակում, մեր տղաներին սպանում։ Այս պարագայում խոսելը անիմաստ է։ Տես Դավիթ, հասկանալի է, որ Հոլանդը եւ Օբաման մշտապես բարձր ամբիոններից խոսել են մարդու իրավունքներից, բայց նաեւ մենք չպետք է մոռանանք, որ նույն այդ երկրները աջակցում են օրինակ Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին Ասադի դեպ այսպես ասած պայքարին, որի արդյունքում նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհում։ Այս դեպքում Հայաստանի դեպքում սա առաջին դեպք չի, Կարենի դեպքը, երբ որ այսպես ասած ռազմագերի էին իրենք բռնել, ի վերջո տղային սպանեցին։ Առաջի համաձայն չեմ, առաջի դեպքն է, երբ ուղղաթիռ են խփել։ Դա պատկերացեք, որ լուրջ գործողություն է։ Դա պատերազմի Հայկական կողմից ինչ եք սպասում, օրինակ բացի բանակից, քաղաքական էլիտայից, բանակից չէ, իշխանություններից։ Իշխանություններից, որից է ուղղակի, այսպես ասեմ, հա, քանի որ ցույց են տվել, տարիներ շարունակ ցույց են տվել իրենց անպետքությունը մեր երկրի համար, իրանցից դրական բան չի սպասի, բայց օրինակ եթե խելամիտ որոշումներ լինեին, իրականում ունենք արտաքին քաղաքականություն, ոչ թե արձագանքման մի կառույց, ունենք արտաքին քաղաքականություն, արտաքին նախարարության ենթակա բոլոր դեսպանները, Հայաստանի ներկայացուցիչները այլ պետություններում պետք է գործողության մեջ լինեին։ Եթե N ու մենք տեղյակ չենք, այդ նշանակում է արտաքին գործերի նախարարությունը թերանում է, որտեղ ամեն մի հասարակ պրիմիտիվ հանդիպում տեղեկացնում են։ Այս պարագայում սա է մեր համար կարևոր։ Նրանք պետք է բողոքի նոտա հնչեցնեն, պետք է շատ հստակ մեսիջներ ուղարկեն։ Իսկ այս պարագայում սպասենք մինչև բնան զենքի ուժով լուծի, միգուցե լուծի, ես վստահ եմ մեր բնայի վրա, այդ չի խնդիրը, բայց դրա արդյունքում մենք ունենում ենք նոր զոհեր։ Միգուցե Ադրբեջանը ավելի շատ ունենա, բայց դա խնդրի լուծում չի։ Տես Դավիթ, մինչ անգամ քո հացադուլը սկսել է որոշակի քննարկումների ժամանակ հնչում էր նաև տեսակետ, որ Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից Ադրբեջանի հետ Ղարաբաղի խնդրի շուրջ եւ դնի հստակ պահանջներ եւ այդ պահանջները նաև վերաբերվի սահմանային միջադեպերին։ Այդ դու ինչպես ես վերաբերում այդ առաջարկին եւ արդյոք Հայաստանը այս պահին պետք է դուրս գա բանակցություններից։ Ես ինքս Մինսկի խմբի գործունեության ընդհանրապես բովանդակությունը ինչի շուրջ որ բանակցում են, ես ինքս եւ այն կուսակցությունը, որ ներկայացնում եմ ժառանգությունը դեմ ենք եղել, որպեսզի այնտեղ բանակցվի հող հանձնելու հարց եւ այլն, հա, մենք դեմ ենք եղել այդ process-ին, իսկ ոչ թե Մինսկի խմբին, այլ սեղանին դրված մադրիդյան սկզբունքներին։ Ես ինքս դեմ եմ եղել, բայց եթե Մինսկի խումբը կարող է անվտանգության ու խաղաղության իր մանդատը օգտագործի եւ որոշակի եզրեր գտնի, իհարկե Մինսկի խումբը պետք է գործի, բայց եթե շարունակելու են ու այս պարագայում, այս ամենակարևոր քննությունն է, հա, այս պարագայում եթե տղաները պետք է մնան այսպես ասած անտեր, հա, Մինսկի խումբը որևիցե անելիք չունի։ Դավիթ, նոր մենք խոսեցինք հասարակության արձագանքի մասին, ամփոփելով մեր զրույցը կխնդրեի դու, քանի որ այն մարդկանց, որը կատարել է քայլ
տղաների հետ կապված, որը որևէ մեկը չի արել եւ այս պայն հասարակությունում այլ արձագանք չկա։ Դու ինչ կոչ կանես եւ արդյոք կոչ կանես թե ոչ հասարակությունը որևիցե քայլեր ձեռնարկելու համար։ Ես կոչ կանեմ, որ հացադուլ չանեն առաջի հերթին։ Կոչ կանեմ ավելի սթափ լինեն, մի քիչ զվարճանքներից, իհարկե կյանքի ամեն մեկը պետք է վայելի իր կյանքը, իրենց անձնական տարածքն ես չեմ ուզում ոտնել յուրաքանչյուրի անձնական տարածք, բայց պետք է մի քիչ հասկանալ, որ այդ տղաներն են մեր անվտանգության ապահովը եւ մի քիչ պետք է համեստություն ունենալ զվարճանքներից, Facebook-յան տարատեսակ գրառումներից։ Պետք է գիտակցեն, որ շատ զգայուն շատ նուրբ մի թելի վրա ենք հայտնվել ու պետք է ճիշտ պահենք մեզ։ Դրա համար պետք է հասունություն ու գիտակցություն։ Այդքանը կասեմ։ Հարգելի հեռուստադիտողները, շնորհակալություն հայտնելով Դավիթ Սանասյանին ուժ մաղթելով նրան եւ նաեւ հույս հայտնելով, որ այս process-ը կավարտվի ի օգուտ հայկական կողմի, քանի որ խոցված ուղաթիռի օդաչուները եւ անձնակազմի մարմինները դեռևս գտնվում են սահմանում, նաեւ հույս հայտնենք, որ տղաների մարմինները շատ արագ փոխանցվեն հայկական կողմին եւ վստահ ենք նաեւ, որ հայկական բանակը սահմաններում կշարունակի ամուր կանգնել եւ պահպանել մեր անվտանգությունը։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։